Ալո։ Մագդա ձեր տան մոտ եմ, հենց հիմա դուրս արի։ Դու ինչի համար ես մեր տան մոտ եկել։ Շատ կարևոր բան կա խոսալու։ Շատ կարևոր։ Կլինի դու ուղակի գնաս։ Չէ, ոչ մի տեղ չեմ գնալու, մինչև քո հետ չխոսամ, Մագդա։ Սպասում եմ, արի։ Ինչ ա եղել, ինչի համար ես տեղ եկել։ Ուզում եմ հասկանամ դու ինչքան անխելք ես, էլի աղջիկ ջան։ Ինչքան անխելք ես, որ ինձ մոռանալու համար ես իմ ու մետ ես սկսում շփվել։ Հե՞։ Ասենք Կարենը Լաննայի հետ կապ չունենար։ Ու նորմալ մարդ իներ, շարունակելու էր, հա։ Տենց հեշտ ստացվում, հա, քո մոտ։ Կլինի հանգիստ խոսաս։ Ու հետո կասես քեզ ինչի համար ա հետաքրքրում։ Ես քո համար փակ թեմա չեմ, ես քեզ մեկ չեմ։ Չէ, դու իրոք չես հասկանում, Մագդա։ Չես հասկանում, որ եթե քո հետ ինչ-որ բան լիներ, ես ուղղակի կգժվեի, չես հասկանում։ Չէ, չեմ հասկանում։ Ինչի համար կգժվեիր։ Դու այդ հարցի պատասխանը ինձանից լավ գիտես։ Չէ, չգիտեմ։ Ես էլ ոչ մի բան չգիտեմ։ Ոչ քո մասին, ոչ իմ, ոչ այս կյանքի։ Ես չեմ հասկանում, որ պահից իմ կյանքը սենց բարդացավ։ Դու ինձ ուրիշ բան ասա։ Ինչ ասել քեզ այդ աննասունը։ Նեղացրել, հա? Ես չեմ ուզում, որ դու իմ պատճառով խնդիրների մեջ հայտնվես։ Ես Էդոյին համոզել եմ, ասել եմ, որ քեզ չզանգի, ուղղակի չի լսել։ Էդոն ինձ ամեն ինչ պատմել է, բայց ուզում եմ, որ դու ինձ ասես։ Հատ հիմա ինձ ասա։ Ինչ ասել քեզ այդ լակոտը, ինչ արել, հա? Ալո, Լանա, որտեղ ես դու։ Լանա, ինչի համար ես թաքնվում։ Դու չես հասկանում, որ արդեն ամեն ինչ վաղուց վերջացել է։ Լանա, ես գիտեմ, որ դու հատուկ նպատակով ես այս տուն եկել։ Ես գիտեմ, որ դու մեր ընտանիքի հետ ինչ-որ կապ ունես։ Ես գիտեմ, որ Կարենը քո ամուսինն է։ Մագդա, ավելի լավ, որ գիտես։ Ուրեմն ամեն ինչ արա, որ երբեք չհանդիպես իրան, լսում ես ինձ։ Մագդա, երբեք։ Լանա, խնդրում եմ, հանկարծ չանջատես, մենք պետքա խոսանք։ Դու ինձ պետքա բացատրես, ինչի ա Կարենը ասում, որ իմ կյանքը սուտ ա։ Ինչի ասում, որ իմ հարցերի պատասխանը մենակ դու գիտես։ Ինչի անընդհատ ինձ ու քեզ իրար հետ կապում։ Լանա, մենք պետքա խոսանք, խնդրում եմ, չանջատես։ Խնդրում եմ, արի հանդիպենք։ Խոսք եմ տալիս, ինչ էլ ասես, ես չեմ գնա, մենակ արի հանդիպենք։ Լանա, այդ ինչ ձեները։ Լանա, լսում ես։ Ինչ եղավ։ Հա։ Նորոք գորոց ու հեռախոսը անջատեց։ Մագդա, մի անգամ է զանգի։ Բաժանորդն անհասանելի է։ Խնդրում եք փորձել։ Նորո անհասանելի է։ Ինձ թվում է ինքը վտանգի մեջ է։ Երևի ինչ-որ մեկը իրան խփեց։ Մենք պետք է իրան օգնենք, Նորո։ Հանգստացի, հիմա արդեն բաներ ես երևակայում։ Ես ինչ պետքա կանեմ, լավ, դու հիմա տուն գնա։ Չէ, ես իրան պետքա գտնեմ։ Ինչ ես ուզում անես, հանգստացի, ես ինչ պետքա կանեմ, չես լսում, Մագդա։ Նորո, չէ, դու չես գտնի իրան։ Դուք ասում եք, որ ինքը վատն է։ Դուք ասում եք, որ ես իր հետ պետքա չշփվեմ, բայց ես տեսել եմ ինքը ինչքան հոգատար է։ Ես գիտեմ, որ ինքը վատը չի։ Մագդա, եթե ասում կգտնեմ, ուրեմն կգտնեմ։ Ես օդի մեջ բառեր չեմ ասում անիմաստ։ Ուրեմն խոստացի, որ կգտնես։ Խոստանում եմ, դու հիմա տուն գնա, լավ։ Բա այդ դեպքում ինչի էր ինքը գոռում։ Ինչի այն մտքով սենց վատ բաներ անցնում։ Մագդա,
Ես կգտնեմ։ Ես վստահ եմ, որ Լանայի հետ ոչ մի բան չի եղել։ Լսում ես, հանգստացի։ Բարև բաբկեն ջան, Բարև մամ ջան։ ծանոթացի Հասմիկն է։ Բարև ձեզ։ Ես Հասմիկն եմ, Նորոյի ընկերուհին։ Շատ հաճելի է։ Համեցեք, նստեք։ Ինչ որ բան կուզեք։ Չէ, մենակ սուրճ։ Ու բացի Նորոյի ընկերուհին լինելուց, ես Էլիզի հետ եմ շատ մտերիմ։ Հա, բաբկեն ջան, Հասմիկը շատ է ուզում, որ դու հաշտվես երեխաներիդ հետ։ Ու պատրաստ է օգնել մեզ։ Հա, շատ եմ ուզում, որովհետև այդ ամեն ինչը մեր բոլորի կյանքի վրա է ազդում։ Ես ուզում եմ, որ վերջապես Նորոն այդ անցյալը բաց թողնի ու հավատացեք այդ ամենաճիշտ տարբերակը կլինի։ Իսկ ձեր այդ հաշտվելը շատ մեծ քայլ կլինի։ Հա, անցյալը ինձ էլ է շատ տանջում։ Ինչքան կարելի է անցյալով ապրել։ Պետք է ամեն ինչ հասկանալ, մոռանալ ու ներել։ Մամ, ես նենց բան չեմ արել, որ ներելը տենց հեշտ լինի։ Ես լիարժեք հասկանում եմ երեխեքիս։ Հա, բայց անհնարին չի։ Դուք հասկացել եք ձեր սխալը ու փորձում եք հաշտվել։ Հավատացեք, այդ քայլով դուք շատ բան կփոխեք Նորոյի կյանքում։ Ու հեռու կպահեք Նորոյին սխալ մարդկանցից։ Այսինքն Հիմա դու տուն գնա ու սպասի իմ զանգին, լավ։ Նորո, Ես խոստանում եմ հենց գտնեմ Լաննային առաջի մարդը դու կլինես, որ կզանգեմ ու տեղյակ կպահեմ։ լավ։ Մագդա։ Ու մի բան հիշի։ Եթե հաջորդ անգամ քո մտքով կանցնի, որ ինձ մոռանալու համար ինչ-որ մեկի հետ շփվես, որ մոռանաս։ Հիշի, որ չի ստացվելու։ Ինչ էլ անես, մեկը ինչ չես կարողանալու ջնջես քո կյանքից։ Այդ ինչի ես տենց վստահ։ Վստահ եմ։ Ես ստեղ գալուց առաջ ահավոր ջղայնացած էի։ Ես չգիտեի քեզ ինչ կասեի, ինչ կանեի։ Ես մտածում էի, որ կնեղաստեմ քեզ, բայց չստացվեց։ Ու երևի կյանքում չի ստացվի։ Ուղղակի մի բան հիշի։ Եթե դու ուզում ես ինձ ջնջես քո կյանքից, ուզում ես մոռանաս, ինքնուրույն արա, պայքարի ու մոռացի, բայց խնդրում եմ ուրիշ մարդու մի խառնի մեր պատմությանը։ Ու ամենակարևորը, ամեն պատահածի քո կյանք մի թող, լավ։ Ես այդքան թեթև չեմ մտածում։ Ուղղակի այդ ժամանակ իմ համար շատ դժվար էր։ Կներես ինձ։ Ինչի համար։ Քեզ ես վիճակին հասցնելու համար։ Չէ, Նորո, մենք երկուսս էլ հավասար ցավացրել ենք իրար։ Ու ոչ մեկիս մեղքը մյուսինից պակաս չի։ Չպետք է ամեն ինչ սենց լիներ։ Երևի չպետք է հանդիպեինք։ Ինչի չես խոսում։ Չես ուզում հույս տաս։ Ուղղակի ուզում էի ասեի, Չէ, ոչինչ բան մի ասա։ Դրանից մեզ մենակ ավելի վատ է լինելու։ Խնդրում եմ ուղղակի խոստացի, որ Լանային կգտնես։ Դե Նորոն
Վերջերս ընկերներից մեկի պատճառով խնդիրների մեջ էր ընկել։ Երևի Հասմիկը դա նկատի ունի, չէ, Հասմիկ ջան։ Հա, Ինչ է եղել, ամեն ինչ նորմալ է։ Հա, փառք Աստծո, դեռ նորմալ է։ Ես քեզ հետո կպատմեմ, Բաբկեն ջան։ Ես շատ ուրախ եմ, որ իմ տղայի կողքին քեզ նման սրտացավ աղջիկ կա։ շնորհակալ եմ շատ։ Հասմիկը Նորոյի մասին շատ է մտածում։ Արդեն զգացի։ Իսկ ինչքան ժամանակ է որ շփվում եք։ Արդեն 5 տարի։ 5 տարի։ Բայց ինչի՞ չեք մտածում ավելի լուրջ քայլեր անելու մասին։ Դե դեռ երիտասարդ են։ Շտապելու կարիք չկա։ Դեռ ժամանակ ունեն։ 5 տարին քիչ ժամանակ չի, հա, մամ ջան։ Վալես դու ինձ ինչով կարաս օգնես։ Դե ես առաջինը Էլիզի հետ կխոսեմ։ Եթե Էլիզի տրամադրվածությունը փոխվի, շատ լավ կլինի։ Ես Էլիզի հետ խոսել եմ։ Հույս չունեմ, որ ինչ-որ բան կփոխվի։ Ինձ այդպես չի թվում։ Ուղղակի ժամանակ է պետք։ Ճիշտ է։ Ժամանակ է պետք։ Եթե ես էլ Հասմիկն էլ անընդհատ Էլիզի մոտ խոսենք, բացատրենք, հասկացնենք, հաստատ մի բան կստացվի։ Եթե դու կարողանաս ինձ ինչ-որ բանով օգնել, ես շատ շնորհակալ կլինեմ։ Հիմա իմ համար ամենակարևոր բաներից մեկը իմ ընտանիքի հետ լինելն է։ Ես հանուն իմ երեխեքի պատրաստ եմ ամեն ինչի։ Ես կփորձեմ ամեն ինչ անել, բայց կարող եմ ձեզ մի բան խնդրել։ Հա, իհարկե։ Ես չեմ ուզում, որ իմանան, որ ձեզ օգնում եմ։ Ամեն դեպքում շատ անձնական հարց է։ Ես դա հասկացել էի, անհոգ եղիր։ Դե լավ, օգտվեք, ինչ եք նստել։ Ալո, Այդ դուր ես, պետք է շտապ հանդիպենք։ օֆիսում եմ, բան է եղել։ Նոր Մագդայի հետ հանդիպեցի ու նենց բան եղավ, որ չգիտեմ ինչ անեմ, ինչ մտածեմ։ Արա ես տենց է գիտեի, նորը լուրջ եմ ասում։ Վիճել եք էլի։ Կգամ կասեմ։ Բա տատիկի հետ ուր եք գնացել։ Լավ չէր զգում իրան, առաջարկեցի դուրս գանք զբոսնենք։ Ու տենց մի քիչ էլ խոսեցինք։ Պապայի թեմաներով անեղված։ Հա, ասեց, որ եկել է, դուք էլ հանդիպել եք։ Հա, հանդիպել ենք։ Բայց արի այդ թեմայով չխոսենք, էլի նոր եմ ուշքի եկել։ Էլիզբես տատիկդ մեղ կա, չգիտի ինչ անի։ Հաս ես հասկանում եմ, որ դժվար է, բայց ինձ էլ հեշտ չի։ Ես այդ մարդուն չեմ կարող ընդունեմ ու վերջ, ինքը ինձ օտար մարդ է։ Իսկ եթե ամեն դեպքում փորձես, Գիտես երբ եմ փորձում։ Երբ հույս կա։ Իսկ մեր դեպքում հույս չկա, ես այդ մարդու հանդեպ ոչ մի բան չեմ զգում։ Մեր դիմացի հարևանի հանդեպ ավելի շատ բան եմ զգում, քան իրա։ Չեմ խաբում, Հաս։ Էլիզբես չի բացատրել քեզ, թե ուրեր, ինչի 10 տարի չէր զանգում, չէր գալիս։ Բացատրել է։ Բայց ես իրա ոչ մի ասած տառին չեմ հավատում։ Ինքը ինձ օտար մարդ է։ Իսկ անծանոթ մարդուն ոնց հավատաս։ Չես ուզում պատմես, հա, Էլիս։ Կարող է ավելորդ հարցեր եմ տալիս, եթե տենց է ասա։ Չէ, Հաս։ Չէ։ Դե պատմելու բան էլ չկա։ Ինչ-որ պարտքեր է ունեցել, հետո մի մեծահարուստ մարդ իրան օգնել է։ Ինքն էլ այդ մարդու աղջիկա հետ է կապվել։ Հետո։ Հետո այդ աղջիկը հղիացել է։ Ու այդ մարդը իմացել է իրենց կապի մասին։ Ու ստիպել է, որ ամուսնանան։ Դե չգիտեմ, երևի։ Տենց էլ չասեց այդ ինչ պարտքեր էր։ Ինչի էր այդքան պարտք արել։ Մենակ ասեց, որ մեզնից հեռու է մնացել, որ մեզ չվնասեն։ Էլիս, իսկ եթե ամեն դեպքում փորձես մի անգամ էլ խոսես հետը։ Ինչի համար փորձեմ, Հաս։ Այդ մարդը ինձ օտար մարդ է, էլի եմ ասում։ Ու ամենակարևորն է, որ Նորոյին չհանդիպի։ Թող Նորոն չիմանա, որ եկել է։ Էլիս, ախր ինչի ես տենց ասում։ Ինչ էլ եղել է անցյալում, ամեն դեպքում ինքը ձեր պապան է։ Լավ էլի։ Էլիս,
Իսկ դու չես մտածում, որ քո հոր ներկայությունը Նորոյի կյանքում կարա շատ բան փոխի, ու ինքը հեռու կմնա այդ ընտանիքից էլ, այդ Մագդայից էլ։ Այսինքն գոռացել ու անջատել, հա։ Այդո։ Հետաքրքրվել եք։ Դե, որ սպասում եմ պետք է զանգին ասեմ։ Կարող է Կարենն է վնասել։ Ես էլ եմ տես մտածում, բայց Մագդայի մոտ չասեցի։ Այ քեզ բան։ Բայց հիմա ինչ պիտի անենք։ Դե պետք է սպասենք։ Մենքանք հայտնվում է թե չէ, կամ տղեկի ինչ-որ բան իմանում են թե չէ։ Ախպեր, ասում եմ, կարող է լեզուսը չի պտտվում ասեմ։ Մտածում ես սպանել են։ Ինչի հնարավոր չի։ Դե չեմ ուզում մի անգամից տենց վատ բանի վրա գնամ։ Բայց ամեն ինչ էլ հնարավոր է։ Մենք այդ Կարենին լավ չենք ճանաչում։ Կարող է իր համար մարդ սպանելը, այսպես բան է։ Էլիս դու գիտես, որ Նորոն Մագդայով շատ է տարված։ Ու հերիք չի Մագդայով է տարված, հիմա էլ այդ ընտանիքի հետ է շփվում։ Իսկ ինչ գիտես, որ ինքը քեզ չի ստիպելու, որ դու ընդունես այդ ընտանիքին։ Ինչ ես խոսում, Հաս։ Ճիշտն եմ ասում, Էլիս։ Այն ժամանակ Արշակի անունը լսելուց ինքը ներվայնանում էր։ Հիմա ինչ որ շատ հանգիստ է տանում այդ փաստը։ Չգիտեմ, Էլիս։ Ինձ թվում է, որ քո պապայի ներկայությունը շատ բան կփոխի։ Համ ձեր անցյալի ցավերը կթեթևացնի, համ էլ կօգնի ազատվել այդ ընտանիքից։ Պապատ հաստատ թույլ չի տա, որ Արշակը երկրորդ անգամ մտնի ձեր ընտանիք։ Մի քիչ մտածի այդ մասին։ Ու կներես, որ շատ եմ ձեր անձնականին խառնվում։ Ուղղակի դու իմ համար ուրիշ մարդ չես, ես ուզում եմ քեզ օգնել։ Չէ, Հաս, նորմալ է։ Դու սխալ բան չես ասում, ուղղակի շատ բարդ է։ Էլիս, այսքան ժամանակ այդ մարդուց ոչ մի օգուտ չեք ստացել։ Հիմա որ կարա օգնի, թույլ տուր։ Հաս, դու չես հասկանում։ Եթե անգամ ես ինչ-որ քայլ անեմ ու ներեմ պապային, Նորոն մեկը չի ընդունելու իրան։ Էլիս, եթե դու ընդունես, Նորոն մի քիչ կփափկի։ Ամեն դեպքում Արյունա ինչ որտեղ կքաշի։ Հաս, ես շատ եմ ուզում Նորոյին հեռու պահեմ Մագդայից ու Արշակից, բայց այս լավագույն տարբերակը չի։ Դե միջև դու սկսես ուրիշ տարբերակ մտածել, Մագդան կգա որպես հարսիկ ու դու իրան կընդունես տենց։ Ու Արևին էլ որպես քույր կընդունես։ Արշակին էլ կընդունես։ Բաժանորդն անհասանելի է։ Խնդրում ենք փորձել մի Բաժանորդն անհասանելի է։ Խնդրում ենք փորձել մի Հա, Մագդա։ Նորո ինչ-որ նորություն ունես։ Չէ, ծանոթ տղեկի եմ ասել, հետաքրքրվում են։ Ինձ մի քիչ ժամանակ է պետք։ Իսկ եթե արդեն ուշ է, կարողա պետքա ոստիկանություն դիմենք կամ էլ ես Արշակին կասեմ։ Մագդա կլինի ուղղակի մի քիչ սպասես։ Լավ։ Հա, ինչ լուր կա։ Մագդան էր, ահավոր անհանգիստ է։ Ասում է կամ ոստիկանություն դիմենք կամ ինքը Արշակին ասի։ Ինձ թվում է Արշակին ասելը ավելի լավ միտք է։ Լավ, արի գնանք ճանապարհին կհասկանանք թե ինչ ենք անում։ Ես արդեն ցնդում եմ, լուրջ եմ ասում։ Լավը Մագդային ամեն ինչ չասացինք։ Պատկերացնում ես, ասենք Լաննայով լինելու մասին։ Ու այս դեպքը լիներ։ Նա հաստատ կկորցնել ջան։ Լավ, դե արի գնանք ժամանակ չկա արի։
Փաստորեն քո համար ավելի հեշտ է մոռանալ, քան բացատրել, հա։ Քեզ ավելի հեշտ է ինձ բաց թողնել, քան ասել, թե ինչ է կատարվում քո կյանքում։ Լանա, կարող է ես քեզ հասկանում եմ, կարող է օգնում եմ։ Ու մենք միասին կարողանում ենք քո խնդիրների լուծումը տանք։ Ես չեմ հասկանում, ես ինչ ես անում։ Ինչ ես երկուսիս էլ պատժում։ Ինչ ես մեր հարաբերությունները փակուղի մտցնում։ Կարամ ես իմանամ։ Արշակ, դու չգիտես ես ով եմ։ Ու այն ինչ եղել է շատ սխալ է։ Այսինքն Լանա, դե ուղիղ ասա ով ես։ Քո հետ եմ, Լանա, ով ես։ Լավ, Լանա, ով ես դու։ Ով ես ու ինչ ես թաքցնում։ Բարև։ Քեզ կարևոր բան պետք է խնդրեմ։ Ուզում եմ, որ ճշտես։ Լավ ախպեր ես, լավ։ Դե կսպասեմ զանգիդ, լավ։ Ինչ էր ասում։ Դեռ ոչ մի բան այդ, նորություն չկա։ Թայ քեզ բան։ Լավ, բա ինչ եղավ այդ կնոջը։ Չգիտեմ, ախպերս պետք է սպասենք։ Սպասենք հասկանանք ինչ է լինում։ Ես հիմա ոստիկանության հետ կապված խնդիրներ ունեմ։ Դրա համար անձամբ ոչ մի բան չեմ անում, դրա համար եմ տղեկի խնդրել։ Դե արի գնանք իմ տուն, հոսանց դրսում չենք մնալու։ Չէ, ջան, գնամ տուն տենամ տանը ինչ վիճակը։ Հասուն եկել է, մեր տանը պետք է մնա։ Ինչ։ Հա, տանտերը տունը վաճառել է։ Ռելիստներ մեր տունը հրավիրել։ Պետք է սպասենք, մինչև նոր բնակարան գտնի։ Լավ է։ Վիճակդ լուրջ է, էլի։ Ես կասեի անհույս։ Գնացինք։ Խոսացիր հետը։ Հա, Ու ինչ ասեց։ դե խոսելու ընթացքում մտքերի մեջ էր ընկել, որովհետև ես ասեցի, որ հնարավոր է, որ հոր ներկայությունը ինչ-որ բան փոխի Նորոյի կյանքում ու հեռու պահի այդ Մագդայից էլ այդ ընտանիքից էլ։ Ապրես։ Դա սխալ բան չեմ արել, չէ։ Չէ, հաս ջանից սխալ բան։ Ամեն ինչ ճիշտ ես արել։ Բաբկենս, որ իր ընտանիքի գլխին լինի, Արշակն ու Մագդան էլ չեն կարողանա մեր շուրջը պտտվել։ Հա, ես էլ եմ ներվայնանում այդ մտերմությունից։ Ամեն անգամ կոտրվում եմ, որ Մագդային ու Նորոյին իրար հետ եմ տեսնում։ Հանգիստ տեղի, ամեն ինչ նորմալ է լինելու։ Բայց չեմ ուզում, որ Նորոն ու Էլիզը իմանան, որ քեզ օգնում եմ։ Հասիկո ջան, երեխա ենք։ Ոչ մի տենց բան էլ չի լինի։ Ես չեմ ուզում, որ իմ ու Բաբկենի պատճառով քո ու Նորոյի հարաբերությունները ավելի լարվեն։ Հանգիստ եղիր։ Հետո գիտես ես, դժվար օրերին միակ մարդն ես, որ ինձ ձեռք մեկնեց։ Ես քեզ երբեք չեմ վնասի։ Ապրես, որ ինձ հասկանում ես, տաճ ջան։ Նենց եմ ուզում, որ հաշտվեք ու ձեր հարսանիքի պատրաստությունը տեսնենք։ Ես հավատում եմ, որ այդ օրը գալու է։ Դե հա, ես էլ եմ հավատում։ Եթե իհարկե այդ Մագդան թույլ տա։ Մենք շատ սիրուն ձևով կազատվենք այդ ընտանիքից։ Դու կօգնես, որ Բաբկենը տուն վերադառնա, ինքն էլ քեզ կօգնի։ Դե լավ, տաճ ջան, ես գնամ փոխվեմ։ Գնամ։ Ես էլ գնամ միտք կտրատեմ։ Ալո։ Բարև Մագդա։ Լավ ես։ Դե անհանգիստ եմ, ինչ-որ նորություն ունես Լանայից։ Դեռ չէ, բայց հաստատ կունենամ։ Կլինի մի քիչ սպասես։ Դե սպասելուց բացի ուրիշ ինչ պետք է անեմ։ Մագդա, ուզում քեզ մի բան խնդրեմ։
Ասա։ Կլինի այս խառը շրջանում հեռախոսը միշտ մոտդ պահես, որ հենց զանգեմ մի անգամից պատասխանես։ Ես ուզում եմ միշտ կապի մեջ լինեմ քո հետ։ Հա, կլինի։ Մագդա սոված եմ։ Հեսա կգամ արև։ Բարև է արևին։ Նորոն քեզ բարևում է։ Ոնց։ Դուք իրար հետ խոսում եք։ Հա, Մագդա մի հատ կտաս։ Նորո բարև, ոնց ես։ Արև ջան, լավ դու ոնց ես։ Նորո կարոտել եմ քեզ ու Ալինային։ Մի օր որ քիչ գործեր ունենաս, կլինի հանդիպենք։ Խոստանում եմ մի բան կանեմ, կկազմակերպեմ, որ հանդիպենք։ Ես էլ եմ կարոտել։ Դե կսպասեմ։ նոր հենց ինչ որ բան իմանաս կզանգես, հա։ Մագդա, բայց իմ ասածների մասին չմոռանաս, լավ։ Կարևորը չլացես։ Արև ինչի է շփտում։ Ինչ լավ է որ Նորոյի հետ էլի խոսում ես։ Տրամադրությունդ բարձրանում ու այլ չես լացում։ Դե ուրեմն արի գնանք խոհանոց։ Քիչ մնաց։ Կիմանամ ով ես Լանը։ Նոր։ Ոնց ես ճուտս։ Ես լավ եմ, դու ասա։ Այսքան օր տանը չես լինում, հա։ Առավոտ գնում, գիշերը գալիս ես։ Դե ինչ անեմ, աշխատանքի եմ, տենց է ստացվում։ Գիտես ես չեմ ուզում։ Հա, բայց ես էլ եմ, չէ՞, կարոտում մարդ եմ նոր։ Արևն է։ Հա, Արև ջան։ Նորո, քանի Մագդան կողքս չի, մի բան հարցնեմ էլի։ Ես չեմ հասկանում, դու Մագդայից գաղտնիքներ ունես, հա։ Դուք հաշտվել եք, նորից հանդիպում եք։ Մագդան հետդ խոսելուց շփտում էր։ Կտաս Արևի հետ խոսեմ։ Արև ջան, Ալինան կողքս է։ Հեսա փոխանցեմ խոսացեք, հաստատ կարոտած կլինեք իրար։ Արև։ Ալինա, գիտես, ինձ թվում է Մագդան ու Նորոն հաշտվել են։ Լուրջ։ Նոր ճիշտ է ասում։ Ես մենակ մի բան գիտեմ, որ դուք երկուսը ձեր չափերը անցնում եք։ Ինչ անեմ, ջղային անեմ, հա։ Արև շուտ թեման փոխի։ Ինձ թվում է, որ քո պապայի ներկայությունը շատ բան կփոխի։ Համ ձեր անցյալի ցավերը կթեթևացնի, համ էլ կօգնի ազատվել այդ ընտանիքից։ Պապատ հաստատ թույլ չի տա, որ Արշակը երկրորդ անգամ մտնի ձեր ընտանիք։ Մի քիչ մտածի այդ մասին։ Արև, դե եթե Նորոն խոստացել է, որ կհանդիպենք, ուրեմն կհանդիպենք։ Դե հետո էլի կզանգեմ։ Լավ։ Նոր ուզում եմ հասկանամ ոնց տենց ստացվեց, որ Արևի հետ այսքան կապվեցիր։ Հա ինքը քեզ էլ է շատ սիրում, ինձ էլ։ Էլիզին էլ է սիրում, ուղղակի Էլիզը իրան մի քիչ հեռու է պահում։ Դե Արևը շատ լավ, պարզ մաքուր երեխա է։ Ոնց է կարոտեք ես։ Նոր, քո սիրած աղցանն եմ պատրաստել, բերեմ ուտես։ Չէ, մերսի, սոված չեմ։ Բայց առավոտից դրսում է սեղել։ Դե երևի դրսում ա կերել, չէ Նոր։ Նա ճիշտ է ասում ճուտս։ Բարզա, իսկ սուրճ կխմես։ Չէ, հետել եմ արդեն դրսում արել, մերսի, պետք չի։
Նոր եզեր տան մոտ եմ, գիշնես խոսալու բան կա։ Գալիս եմ։ Ալին ոնց ես։ Շուտվանից իրար չենք տեսել։ Ես 5 րոպեից կարամ ձեր շենքի մոտ լինեմ։ Գիշնես մի քիչ քայլենք։ Բա ինչի վերև չբարձեցեր։ Լանայի մասն եմ ուզում խոսանք։ Դրա համար։ Ինչ ա եղել։ Որ տուն հասա papan զանգեց։ Հետաքրքրվում էր ինչ վիճակ աստեղ։ Ասացիր Լանայի անհետանալու մասին։ Բայց ասաս մի խառնվեք, ձեր գործը չի, մի խորացեք։ Բայց դե ես իմ սիրտը չի տանում։ Իմն էլ։ Մանավանդ այսքան բացահայտումներից հետո պատկերացնում ես իրոք պարզվի, որ Լաննա Մագդայի մաման է։ Դրա մասն էլ եմ հարցրել papaին։ Ասացի հնարավոր է, որ Արշակը Լանային չճանաչի, ասաց հա, հնարավոր է։ Մի անգամ տեսա է հերվից, իրար հետ են եղել այդ ժամանակ։ Գլուխս պայթում այն դու։ Իմն է։ Մագդան Լաննայի գոռալուց հետո գիտես ոնց էր վախեցել։ Դողում էր։ Դե հա պատկերացնում եմ, հիմա ամեն ինչ մտքով անցած կլինի։ Ոնց մենք ենք մտածում, տենց էլ ինքը էլի։ Գրկից մեջ ամբողջ մարմնով դողում էր դու։ Շատ էր վախեցել։ Ես չեմ ուզում, որ Մագդան նեղվի։ Վազ գա իրան։ Ավելի լավ է իմ հետ բան լինի, քան իր հետ։ Տենաս երբ գալու է տորը, որ դուք իրար նորմալ մարդավարի հասկանաք նորը։ Ես զարմանում եմ ոնց եք կարում սենց ապրեք։ Այդ ջան, հավատա, եթե ես վստահ լինեի, որ կարող եմ անցյալը ընդհանրապես մոռանալ ու չհիշել այդ մասին, հենց հիմա, առանց մի վայրկյան մտածելու, կգնայի ու Մագդայի մատին մատանի կդնեի։ Բայց վստահ չեմ, ախպերս, վստահ չեմ։ Արևի հարցնել մյուս կողմից։ Մենք ուզենք, չուզենք, ընդունենք, թե չէ, այդ երեխուն այդ բան չի փոխում, ախպերս։ Ինքը մեր քուրն է։ Ու ես չեմ կարող այդ մասին չմտածեմ։ Քեզ թվում է ինձ հաճելի է երկու քարի արանքում ապրելը։ Չէ։ Ես գիտեմ, հաճելի չի, հեշտ չի, բայց դե դու ամեն ինչ պիտի անես, որ համ հասկանաս, համ էլ ընդունես Արևին ու Մագդային, որովհետև իրանք այս պատմության մեջ ընդհանրապես մեղք չունեն։ Ես գիտեմ, որ իրանք մեղք չունեն, ախպերս, գիտեմ։ Բայց Արշակի ներկայությունը շատ բան է փոխում իրենց կյանքում։ Հասկանում ես, այդ մարդն է իմ անցյալը ինձ հիշացնողը։ Ու ես, որ Արշակի անունը հիշում եմ, աշկերից դեմս սևանում, ախպերս։ Ինչ ասեմ, ախպեր։ Ինչ էլ ասեմ, անեմ մեկը, ոչ մի բան չի փոխվելու։ Ավելի լավ է այս թեման չշարունակենք։ Ավելի լավ է Լանայի մասին մտածենք, հասկանանք, թե ինչ ենք անում։ Ու ես ոնց հասկանում եմ, ճիշտ կլինի, որ մի անգամ էլ գնամ մորաքրոջ աղջկա հետ հանդիպեմ։ Ավոր։ Հասկանանք, թե ինչ ենք անում։ Շատ տեղեկություններ փորձեմ իմանամ, որ կարողանանք գտնենք։ Դե արի, գնացինք։ Չէ, ես մենակ կգնամ։ Ես այդ կնոջը խոստացել եմ, որ ոչ մեկ չի իմանալու։ Հաստատ քո ներկայությունից ավելի շատ լարվելու է ու չխոսա։ Լավ, օֆիսում կսպասեմ քեզ։ Ռոբ հասել ես, գամ։ Հա, Ալին, իջի։ Իմացար։ Դե լավ է, շատ ապրես։ Հասցեն ուղարկի սպասում եմ։ Պապ, այսօր երեկոյան կարան գնանք ման գալու։ Դու դասերիդ վրա ուշադրություն դարձրա։
Ինչ ա եղել։ Ոչ մի բան Ալին։ Ռոբ, լարված ես կամ էլ տխուր, չգիտեմ, բայց քո նման չես։ Չէ, նորմալ Ալին։ Նորմալ չէ, Ռոբ։ Հաստատ մի բան եղել է։ Լսի այսօր Արևի հետ խոսացել ես։ Հա, խոսել ենք։ Արևին ինչի հիշեցիր։ Դե դու իրան շատ ես սիրում։ Ասացի երեքով միտեղ գնանք։ Շատ լավ միտք ա, Ռոբ։ Բայց չգիտեմ, Արևին իր պապան կթողնի մենակ դուրս գա, թե չէ։ Դե մենակ չի, մեր հետ է։ Պետքա փորձենք։ Նորո։ Արև Արշակ։ Արև։ Դու ինչ ես անում ստեղ։ Ես ոնց հասկանում եմ երկուսս էլ նույն բանի համար ենք ստեղ։ Ու ճիշտ կլինի, որ խոսենք։ Բայց դու ինչ գիտես, ես ինչի եմ եկել ես տուն։ Ես շատ բան գիտեմ։ Ես գիտեմ, որ այս տունը Լաննայի մորաքրոջ աղջկա տունն է։